ամիսներ առաջ մարտի 1-ի զոհերից ծնողներից մի քանիսը հայտարարեցին, որ Հայ ազգային կոնգրեսին շրջափով օգտագործում իրենց տղաների զոհ լինել, այդ հանգամանքը իրենց քաղաքական նպատակն է։ Նախագահական ընտրություններից առաջ նորից ակտիվանում է այդ թեման։ Ինչպես խորհրդակցել եք ծնողներիդ, ինչ-որ էլի կապ կա իրենց միջև, թե՞ չէ։ Ուրեմն ձեր ասած հայտարարությունը ես չեմ լսել, մենք մշտական կապի մեջ ենք մարտի 1-ի զոհերի ծնողների հետ, մշտական կապի մեջ, ավելին ձեզ ասեմ, պետաիրավական հանձնաժողովի նիստից առաջ մենք հրավիրեցինք իրենց բոլորին ֆրակցիա եւ ես եւ Գագիկ Ջանգիրյանը շատ մանրամասն իրենց ներկայացրեցինք մարտի 1-ի հանցագործությունների բացահայտման եւ մեր հասարակության եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու մեր ռազմավարությունը լրիվ ներկայացրեցինք մեր քայլերը, ներկայացրեցինք, որ ինչ ենք անելու, որ մարտի 1-ի հանձնաժողովը ստեղծվի։ Եվ ես համարում եմ հաղթանակ այն նահանջը, որ այսօր իշխանությունները արձանագրեցին այս հարցում։ Իշխանությունները հայտարարել էին, որ մարտի 1-ի էջը փակված է, մենք կարողացանք վերաբացել այդ էջը։ Մի հարց ձեր գործունեությանը վերաբերող, դուք ՀԱԿ համակարգողն եք, բայց Կարապետ Ռուբինյանը թերթերից մեկին 168 ժամի տված հարցազրույցում ձեզ ասել էր, որ դուք որպես համակարգող այդ գործառույթը չեք կատարում, ինչպես նաև ավելացրել, որ դուք ինչպես կայք Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ, այդպես էլ մնացել եք։ Հիմա նաև ՀԱԿ-ում։ Ինչ կասեք սրա վերաբերյալ։ Հիմարություն է։ Իսկ առաջի հարցի վերաբերյալ ուղղակի բանից անտեղյակ մարդը խոսում է ներքին խնդիրների մասին։ Կարող է որ ձեզանից հեռացել ինչ-որ բանով նեղացած լինի։ Այդ արդեն իրեն պետք է հարցրեք։ Դուք նեղանալու տեղի չեք եղել իրենց։ Չգիտեմ, դուք որևէ փաստ գիտեք։ Ձեզ է բերեցին։ Բացարձակապես հակառակը իրեն տրված էր բոլոր հնարավորությունները կոնգրեսում աշխատելու։ Ես եմ անձամբ իրեն առաջարկել եւ բոլոր հնարավորությունները ստեղծել եմ դրա համար։ Դուք փաստորեն հավատացիք հանրապետական կուսակցությանը, նրանց խոստումներին եւ գնացիք հանձնաժողովի ստեղծման հարցը հետաձգելու ճանապարհով։ Դուք աղավաղում եք կատարվածը, մենք ոչ մեկին չենք հավատացել, ավելին ազգային ժողովում իմ ելույթի ժամանակ ես ասացի, որ մեծամասնության խոստումներին հավատալու որևէ հիմք չունենք։ Միակ խնդիրը, որը դրեցին մեր առաջ, այն է, որ իրենք մտավախություն ունեն, որ մարտի 1-ի հանձնաժողովի աշխատանքը նախագահական ընտրություններից առաջ կարող է ընդդիմության կողմից օգտագործվել քաղաքական նպատակներով, շահարկման համար եւ այլն։ Մենք էլ ասացինք, եթե ձեր մտավախությունը դա է, քանի որ մեզ համար սա սկզբունքային հարց է, քանի որ մարտի 1-ի թեմայի արծարծումը, վերաբացումը, այդ հանցագործությունների պարտակման եւ կոծման պատասխանատուների պատժումը մեզ համար սկզբունքային հարց է, ուրեմն մենք պատրաստ ենք գնալ այդ հանձնաժողովի ստեղծմանը նախագահական ընտրություններից հետո։ Պարոն Զուրաբյան, մի հարց մարտի 1-ի կապված հայկական ժամանակում մարտի 1-ից հետո հրապարակվել էր մի փաստաթուղթ, որտեղ գրվում էր, որ թիկնապահներ են մասնակցել այդ անկարգություններին, հասարակության, նաև Վարգարաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները։ Հիմա մոռացել եք դրա մասին, չեք հիշում, որ Վարգարաճ Հայաստանը։ Ուրեմն դուք նորից աղավաղված եք ներկայացնում փաստերը։ Իրականում ինչ եղել է, դա այն է, որ Հայ ազգային կոնգրեսի ձեռքը ընկել էր մի փաստաթուղթ, որից հետևում էր, որ մի քանի մարդկանց պաշտպանության նախարարության պահեստից բաժանվել են զգեստներ։ Քանի որ մենք ունենք այդ փաստը, որտեղ այո, նշված էր նաև ձեր ասած անունը, մենք այդ փաստաթուղթը ունենք մեր ձեռքը, մենք տրամադրեցինք այդ փաստաթուղթը փաստավակ խմբին։ Փաստավակ խումբը ձեռնարկեց այդ պահեստի զննումը, սակայն պաշտպանության նախարարության հրամանի շնորհիվ, որը իդեպ հակասում էր նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանի փաստավակ խմբի մասին ստեղծման հրամանագրին, ըստ էության խոչընդոտեց փաստավակ խմբի աշխատանքը։ Այսինքն իշխանությունը թույլ չտվեց պարզել, թե ինչ էր թաքնված այդ
փաստաթղթի ետևում։ Բայց ես վստահեցնում եմ, որ ձեռնարկված մեր բոլոր միջոցները ուղղված են հենց դրան, որ մենք բացահայտենք ճշմարտությունը։ Եվ վստահ եղեք, որ մենք հասնելու ենք նրան, որ բոլոր պատասխանատուները պատժվեն։ Իսկ եթե պարզվի իրականում Գագիկ Ծառուկյանի թիկնապահներն են, դուք ձեզ այդ համագործակցությունը համար մեղավոր չեք զգա։ Այսինքն դուք հիմա համագործակցում եք Գագիկ Ծառուկյանի։ Այսինքն իսկ ես էլ կարող եմ մտածեմ, որ դուք մի շարք հանցագործություններ եք կատարել եւ ես ձեզ հիմա տալիս եմ հարցազրույց։ Դա համար ես պիտի զղջամ մի օր, որ եթե բացվի, որ դուք կատարել եք հանցագործություններ։ Չէ, բայց դուք ասում եք, որ այն ժամանակ դեռ ասում եք, որ փաստեր ունեք հիմնավոր հրապարակ։ Մենք այն ժամանակ էլ ասում ենք, որ ունենք փաստաթղթեր, որոնք բարեխղճորեն տրամադրեցինք փաստավակ խմբին։ Իսկ այդ փաստաթղթերը մենք նման մեղադրանք երբեք չենք ներկայացրել։ Մենք ներկայացրել ենք փաստաթուղթ։ Եվ մեզ պետք էր պարզել ճշմարտությունը։ Մենք պատրաստ ենք ճշմարտության բացահայտմանը։ Սա է ինչ որ մենք այսօր կարող ենք ասել։ Բայց մենք հետամուտ ենք միջև վերջ պարզելու ճշմարտությունը։ Չեք բացառում, որ հնարավոր է Գագիկ Ծառուկյանի թիկնապահները մասնակից են եղել այդ հանքարդյունների։ Իսկ ես ձեզ հարց եմ տալիս, դուք բացառում եք, որ ասենք ձեր գոլեգան ինչ որ հանցագործությունների համար պատասխանատու է, որը հիմա ձեզ օգնում է այս Դե ուրեմն բացառեք։ Իսկ դուք չեք բացառում։ Թույլ տվեք ինձ ասել այն, ինչ որ ես նպատակարար եմ գտնում ասել։